Շտապում ենք Նուբարաշեն մեր նախորդ այցի ընթացքում Նունեն անկեղծորեն խոստովանեց, որ մշտապես հետևելով խեղված ճակատագրեր էջի տարբեր հերոսներին, տեսնելով նրանց երջանկությունը, քանի անգամ հենց իրեն է պատկերացրել նույն այդ երջանկությունն ապրելիս։ Այսօր այդ պահն է։ Րոպե առաջ ենք ուզում ուրախացնել շատ ու շատ դժվարություններ ճաշակած ընտանիքի անդամներին ու հատկապես երեխաներին, ովքեր առողջության հետ կապված խնդիրներ ունեն։ Աղջիկս ասմայել ունի փոքր ժամանակվանից բրոնխիտա ինքը հենց սկսում է վատանալ, մենք ապարատով ենք իրան շնչացնում։ Ընտանիքի դժվարին վիճակը շատերին էր հուզել, մարդիկ օգնություն ու ընկերություն էին առաջարկում։ Օրան բարեգործական հիմնադրամը տեսնելով այս ընտանիքի դառը պատմությունը շտապել էր օգնել գումարով։ Մեկ տարի ամեն ամիս Նունեին գումար կուղարկի Օրանը, որը երեխաների դեղորայքի ծախսը կփակի։ Ինձ այսքան ժամանակ ճիշտն ասած ինձ տարիով օգնող չի եղել, շատ զգացված եմ։ Նունեի երեխաներին օգնել ցանկացողների թվում էր նաև լոգոպեդը, ով իմանալով 3 երեխաների խնդիրների մասին մեր նկարահանող խմբի հետ շտապեց Նունեի տուն, տեղում ծանոթանալու, իր մասնագիտական աջակցությունը ցուցաբերելու, նրանց հետ մշտական անվճար աշխատելու համար, լուծելու երեխաների մոտ առկա խոսքի խնդիրները։ Սրանք պտուտակա հան են ասում, դժվար է կփորձես ասել, հլյասա։ Պտուտա Կահան։ կահան։ Այս երեխաների հետ իմ աջակցությունը կկայանա նրանում, որ ես որպես լոգոպեդ պետք է աշխատեմ նրանց հետ խոսքի զարգացման վրա, որպեսզի կարողանան արդեն եւ գրել եւ կարդալ։ Նախորդ անգամ նշել էինք, որ հոր կողմից պարբերաբար ծեծին ենթարկված երեխաների առողջությունը զգալի խաթարվել է թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն։ Ընտանիքի պատմությունը հուզել էր նաև ժեստ հոգեբանական կենտրոնին։ Կենտրոնի տնօրեն Մարիամ Մեհրաբյանը անձամբ կզբաղվի հոր կողմից բռնության ենթարկված երեխաների խեղված հոգեբանությամբ։ Կունենան անսահմանափակ հնարավորություն այցելելու, որովհետև այսօր գնահատման ընթացքում էլ պարզ դարձավ եւ երևաց, որ կարիք կա սոցիալական դժվարությունների կողքին թույլ չտանք, որպիսի երեխայի զարգացում ունենա դժվարություններ։ Բարերարների մեր բանակին նոր միացած մեր գործընկեր Իսաջանյան դեն կլինիկայի սրտացավ տնօրինությունը պատրաստակամություն հայտնեց Նունեի ատամները բուժել անվճար։ Այս կլինիկայում կարևորում են անհատական մոտեցումը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ, կատարում են նախնական խորհրդատվություն ու բուժման պլանի ներկայացում, ապահովելով հարմարավետ միջավայր։ Նունեն ավելի ուշ խոստովանեց, հիմա ատամի ցավը գիշերները ստիպված չի լինի լուռ տանել։ Գիտի, որ ապահով ձեռքերում է։ Այսինքն բոլորն էլ լավ մարդիկ են, որ այսօր իմ նեղության համար իրանք մի ակնթարթում ես չի սպասում, ճիշտ ասած լավ տալիքն է լիներ։ Խոնավ, փոքրիկ ու լքված այս տանն ապաստանած ընտանիքին այսօր մի շարք անակնկալներ էին սպասվում։ Հաջորդը սպասված բազմոցներ, տան բազմոցները հնամաշ ու շարքից դուրս եկած էին։ Վերմշտական գործընկեր Բազմոց գրուպը ընտանիքին բարձրաճաշակ, նորավոճ, փափուկ ու հարմարավետ հյուրասենյակային բազմոց էր ուղարկել։ Փոքրիկ Նատալիի քնելու տեղի խնդիրն է լուծվեց։ Աղջնակը հարմար տեղավորվել էր Արգավանդ Էյմի ուղարկած նրբաճաշակ, նորավոճ բազկաթոռին, որը նաև որպես մահճակալ կծառայի։ Երեխեքը բազմոցից էին շատ ուրախացել։ Նունեն ու երեխաները պիտի ավելի ուշ խոստովանեին, որ կյանքում երբեք այսքան նվերներ չեն ստացել։ Մայրն ասում է, որ ամեն հեռախոսազանգից հետո երեխաների մոտ հոգեբանական դրական փոփոխություններ է նկատել, որն այսօր էլ շարունակվում է։ Անհամբերությունից ակտիվացած փոքրիկները իրար հերթ չտալով շտապում էին տուն տանել նվերները։ Նրանց անչափ ուրախացրել էին Edit Print հրատարակչության ուղարկած գեղարվեստական գրքերն ու նկարազարդ տետրերը։ Վերջապես տղաները իրենց սիրելի հոբիով նկարելով կզբաղվեն։ Ես սիրում եմ գրքեր, տետրեր, ալբոմներ նկարել։ Հեռախոսներով փոքրիկներին ապահովեց մեր մշտական գործընկեր Mobile Center խանութ սրահների ցանցը։ Սմարթֆոններ էին ուղարկել Արտյոմին ու Արենին։ Երեխաների աչքերը երջանկությունից փայլում էին։ Շնորհակալություն, ես չունեի հեռախոս, մամայիս կզանգեմ։ Անմոռանալի ժամանցն էլ կազմակերպեց Ակվատեկ մարզաառողջարանային համալիրը։ Ամբողջ ընտանիքին հրավիրեցին ամենամեծ ջրային զվարճանքների գոտի։ Տիկին Նունե, ձեզ երկար ու բարդ ճանապարհ է սպասվում, 3 հրաշք եք մեծացնում ու այդ ճանապարհին կուզենք մի փոքր ուրախություն էլ մենք պարգևենք երեխաներին ու հրավիրում ենք սիրով Ակվատեկ։ Արկածներ սիրող երեխաները լողում էին, խաղում ու լիաթոք զվարճանում, ինչից հետո էլ օգտվեցին համեղ հյուրասիրությունից։
Մեր մշտական գործընկեր Էկոկոմֆորտ ընկերությունը, որը շուկայում հայտնի է դռների ու պատուհանների արտադրությամբ, շտապեց օգնության ձեռք մեկնել այս ընտանիքին։ Էկոկոմֆորտի աշխատակիցները անձամբ էին ֆինանսական աջակցությունը բերել։ Էկոկոմֆորտ ընկերությունը իմանալով ձեր ընտանիքի դժվարությունների մասին, որոշեց օգնել ձեզ։ Նունե ջան, ցանկանում ենք լինեք առողջ եւ ուժեղ, որ երեխաներին հասցնեք իրենց նպատակին։ Թող բարեմարտիկ շատ գտնվեն, որ լինեն ձեր նման մարդկանց կողքին։ Մեր գործընկերների աչքից չէր վրիպել նաև, որ Նունեն սնունդը պարտքով է վերցնում։ Համեղ ու բարձրորակ պահածոների, մուրաբաների, թթուների եւ կոմպոտների մեծ տեսականին ապահովեց Իջևանի գինու կոնյակի գործարանը՝ մի ամբողջ ամսվա պաշար ուղարկելով։ Համ սնունդը, համ պարագաները, ամեն ինչն ինձ պետք էր։ Արժնիկատ ընկերությունն էլ երեխաների թերսնման խնդիրը մեղմելու համար համեղ, բարձրորակ ու առողջարար կաթնամթերք էր ուղարկել։ Ընտանիքին աջակցեցին նաև ֆինանսապես։ Համեղ ու օգտակար իր արտադրատեսակից էր ուղարկել նաև Sunfood ընկերությունը՝ կեչուպներ, մայոնեզներ, կարագներ, սփրեդներ, բարձրորակ յուղեր։ Արաքս թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչներն էլ իրենց տեսականուց թարմ արտադրանքի մի մեծ պաշարով ապահովեցին։ Նունե ջան, այս դժվարին պայմաններում Արաքս թռչնաֆաբրիկան ձեզ ուղարկել է իր արտադրանքներից հավի, թարմ մսատեսականի, կիսաֆաբրիկատներ եւ ապխտած տեսականի, որպեսզի վայելեք եւ ձեր հոգսը մի փոքր թեթևացնենք։ Շատ շնորհակալ եմ, ապրեք, Աստված ձեզ օրհնի։ Մայրը հատուկ խնամք պահանջող երեխաների համար նույնիսկ քաղցրավենիք չէր կարողանում գնել։ Սա շատերին էր հուզել, եւ մեր մշտական գործընկերները շտապեցին միանալ աջակցության ձեռնարկին։ Երեխաների քաղցրի պահանջը լրացնելու նախաձեռնությանը միացել էր Տավուշ Sweet ընկերությունը, ուղարկելով հայկական անուշ գաթաներ, թխվածքաբլիթներ ու փախլավաների տեսականի։ Իսկ Ռուսկի բիսկվիտ ընկերության հարուստ քաղցրահամ տեսականին ամբողջացրեց քաղցրավենիքի պաշարը։ Ուրախ եմ, որ այդ մարդիկ կային, որ մեզ օգնել էին, որ միշտ պետք է այդպես մարդիկ լինեն, բարի հոգով։ Տնտեսական ապրանքներ արտադրող Mr. Gin ընկերության օժանդակությունն էլ Նունեն մեծ ոգևորությամբ ընդունեց։ Նրան ապահովեցին տան անհրաժեշտ մաքրող միջոցների, հիգիենայի պարագաների մի քանի ամսվա պաշարով։ Ընկերությունը նաև ֆինանսապես աջակցեց։ Կային ինձ օգնողներ, բայց այս աստիճան ճիշտ ասած չէի հավատում, որ կլինեին էլի։ Նունեն կուտակած պարտքերի հաշիվը արդեն կորցրել էր։ Իրենց դրամական աջակցությամբ այս մեծ բեռը թոթափելուն օժանդակեցին Երևան City սուպերմարկետների ցանցը, ցանցերի աշխարհ ընկերությունը, Դավիթը։ Նունեի եւ իր երեխաների կյանքը փոքրիշատե թեթևացնելու համար դրամական աջակցություն ցուցաբերեցին նաև Ֆրանսիայում եւ Բելգիայում բնակվող մեր հայրենակիցները։ Արսենն ու Արայիկը, ինչպես միշտ, պատրաստակամություն հայտնեցին դրամական աջակցություն ցուցաբերել նաև այս ընտանիքին։ Նախաձեռնությանը միացան նաև Անտոշկա մանկապարտեզն ու Arix Group ընկերությունը։ Պարզվում է, մեր հաղորդումից շատ չանցած ընտանիքին տարբեր անհատների կողմից դրամական աջակցություն է տրամադրվել։ Բանկային քարտին դրամական փոխանցումներ են կատարել մեր սրտացավ հեռուստադիտողները։ Միջեմա չի դադարում փոխանցումները, շատ շնորհակալություն, որ իմ երեխաները իմ կողքին իրանք այս պահին կան, այդ գումարի կարիք շատ ունեի։ Եվ իհարկե շնորհակալ ենք Լեգարա բեռնափոխադրում իրականացնող ընկերությանը բոլոր նվերները մեզ հետ միասին տեղ հասցնելու համար։ Այսքան տարի իսկականից sense լավ չէինք զգացել, երեխեքս իրոք շատ ուրախացան, շատ մեծ դուռ բացվեց էլի մեր համար։ Եվս մեկ ընտանիք ստացավ նոր ու լուսավոր ապագա ունենալու հնարավորություն։ Ծայրահեղ դժվար ու անելանելի իրավիճակներ բոլորիս կյանքում է լինում են։ Կարևորը թերևս այդ դժվար ճանապարհը պատվով հաղթահարելն է, համապատասխան դասեր քաղելն ու դեպի նոր կյանք նորովի մտնելը։ Գնալիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։